Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները։ Դե ամեն անգամ, երբ մեր ծրագրում հյուրընկալվում են մարդիկ, որոնք առաջին անգամ են, մենք միշտ մի տեսակ առանձնահատուկ ուշադրությամբ հյուրընկալում ենք այդ անձնավորությանը։ Իսկ այսօր պիտի ասեմ, քանի որ այդ անձնավորությունը ներկայացնում է նաև գեղեցիկ սերը, հասկանալի է, որ մեր ուշադրությունը կրկնապատկվում է։ Զիտա Խալիտովա, բարև Զիտա։ Բարև ձեզ։ Դուք ներկայացնում եք Վարշապատի եզդիական համայնքը եւ պիտի ասեմ, որ այն անձնավորությունն է, ում որպես ավականու տեխնացու տեղի թիմ ընտրություններում առաջադրել է համահայկական ճակատը։ Շատ ուրախ եմ։ Նախ ես կուզենայի, որ մինչև հարցերին անցնելը մենք ձեզ հետ մի փոքր այսպես էքսկուրս անենք։ Մեծ է ձեր համայնքը։ Այո, 5000 ավել տնտեսություն ունի։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար եւ շնորհակալ եմ, որ հարմար են գտել ինձ որպես ավականի առաջադրելու համար։ Ինչի համար եմ այսօր համահայկական ճակատ կուսակցության կողքին, որովհետև առաջնորդը գեներալ Արշակ Կարապետյանը, երբ որ 30 տարի ավել ռազմական ուղի ունի անցած Հայաստանի Հանրապետությունում, ծառայած զինվորական ճանապարհ անցած, վստահում եմ։ Հասկանալի է։ Տեսեք, Զիտա, ես մինչև հարցերին ասնելը մի քանի այսպեսի ազնական հարց, ինձ երբ առաջին անգամ ասեցին, որ ձեզ հյուրընկալվելու է համայնքական ճակատ կուսակցությունից իհարկե, որ մենք խնդրում ենք հյուրընկալել մեր հաջորդ հյուրին Զիտա Խալիտովային, դե Զիտա անունը հայերից շատ հոգեարազատ է, Զիտա, չէ՞, հնդկական ֆիլմերի մեջ էլ կա այդ անունը եւ մտածեցի կամ երգչուհի է, կամ ինչ որ։ Մասնագիտությամբ ինչ եք։ Մասնագիտությամբ տնային տնտեսուհի եմ ելել, ավարտել եմ դպրոցը, քանի որ մեր ազգը այն ժամանակները շատ խիստ սահմանափակված էր, որ աղջիկ երեխեքը գնան սովորեն։ Ահա բույերում, հա։ Այո, հետո փոխվեց ահագին բաներ։ Դե բարձ է, բայց արդեն ես հասկացա, որ ընտանիքի մայր եք, քանի բալիկ ունեք։ 4 հատ բալիկ ունեմ, 3 որդի, 1 դուստր։ Այո։ Մեծ որդիս ամուսնացած է։ Օ, հասուն երեխաներ են։ Այո, դուստրս։ Թորնիկ շուտով կուրել։ 3 հատ թորնիկներ ունեմ։ Դուք մաստակաշատ տատիկ եք։ Այո։ Բայց դա չի ասի, ոչ չէ, դե ես չգիտեմ, ավականու տեխնացու եք գնալու, դե դա ուրիշ մի հարթություն է, այդ մասին քիչ հետո խոսենք, բայց թորնիկների հետ, այդ ընտանեկի հետ, այդ տնտեսության հետ դժվար չի ձեզ լինելու։ Չէ, ամեն ինչ շատ սիրով է։ Ամեն ինչ շատ սիրով, շատ հարգալից, մեկս մեկի նկատմամբ եւ դրանով ուրախանում եմ, հպարտանում եմ։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ դուք այդպիսի բազմանդամ ընտանիքի մայր եք, տատիկ, ես չգիտեմ, թող ձեր ընտրողները տեսնեն, թե ինչ հրաշալի ազնվորության եք մենք հյուրընկալել։ Զիտա, բայց տատիկ լինելով անգամ դուք որոշել եք նաև ընդունել համահայկական ճակատ կուսակցության առաջարկը գնալ ավականու տեխնացու։ Ինչու հենց համահայկական ճակատը։ Ինչու, որովհետև համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, որը որ 30 տարի ավել անցած ուղի ունի, վստահում եմ, հավատում եմ, որ հենց մեզ նման մարդիկ են պետք առաջնորդներ։ Մենք բոլորս այսօր գիտենք մեր երկրի վիճակը, բոլորս էլ գիտենք խնդիրները ինչումն է, քանի որ ես ունեմ 3 որդի, 2-ը ծառայել են հայոց բանակում, փառք Աստծո, վերադարձել են ողջ եւ առողջ։ Ուզում եմ, որ լավ հայրենիք ունենանք, լավ, ուժեղ, զորացած, խաղաղ, ամենակարևորը։
Իհարկե, խաղաղությունը դա կարևոր է, շատ կարևոր է։ Ինչի եմ ընտրել այդ կուսակցությունը, որովհետև մեր գեներալ Արշակ Կարապետյանը ամեն անգամ հիշում է մեր փոքրամասնության եզդի ազգին, իր խոսքերի մեջ նշելով, անգամ համահայկական ճակատ կուսակցության անդամները այցելում են մեր զոհված զինծառայողների ծնողներին, իրանց շիրիմներին, ես մեծ հարգանքով եմ գնահատում այդ ամեն ինչը եւ ուզում եմ ներկայացնեմ իմ ազգին, իմ եզդի ազգին ներկայացնեմ, որ մենք անտեսված չենք, մենք շատ մեծ ուշադրության կենտրոնում ենք։ Իդեպ ասեմ, ես մեծ թվով եզդի ընկերներ ունեմ եւ միշտ հպարտանում եմ, իսկ երբ նրանց հյուրընկալվում եմ, տեսնում եմ այն ջերմ հյուրասիրությունը, որը կա այդ մարդկանց մոտ։ Համոզված եմ, եթե առիթն եկալ մի օր էլ ձեր ընտանիքին հյուրընկալվեր, ձեր թորնիկների հետ շփվել, դուք նույն ձևի մեզ բոլորիս։ Եզդիները այդ առումով շատ հյուրընկալ են եւ շատ զարմանալի է, որ այդքան հայ ժողովրդի համար ամենամոտ բարեկամն են, ես ձեզ ասեմ։ Ես այդ ազգից բացի չգիտեմ ում հետ մենք կարող ենք մեզ դպրոցում ընկերներ ունեի, որ սովորում էի երկու հոգի եւ մենք այնքան մտերիմ ենք, այնքան հարազատ ենք, որ մի անգամ ինձ բարեկամներից մեկն ասեց, կարող է ձեր մեջ չել կա եզդի, ասենք մայրը կամ հայրը, ասեցի չէ, բայց ես մարդկանց հետ ես շատ կոմֆորտ եմ, շատ հյուրընկալ եմ, դե ես չեմ զարմանում։ Ի տարբերություն մի բան էլ ավելացնեմ, մնացած թեկնածուներին, կուսակցություններին մեզ հիշում են ընտրությունից ընտրություն։ Իսկ ինչ վերաբերում է գեներալ Արշակ Կարապետյանին, նա ամբողջ տարին շատ մեծ հարգանքով, շատ մեծ սիրով հիշում է անընդհատ մեր եզդի ազգին։ Դրա համար այսօր մասնակցել եմ իրանց կողքին եմ։ Հասկանալի։ Իմ բոլոր եզդի համայնքը, իմ ժողովուրդը կանգնած են մի մարդու պես այդ իմ կողքին։ Ըստ ձեզ այսօր ձեր համայնքում ինչ խնդիրներ կան, որ չեն լուծվել, որ ձեր կուսակցությունը ներկայացրել է այդ խնդիրները եւ այն առավել կարեւոր չլուծված հարցերը, որոնք այսօր կան Վաղարշապատ համայնքում։ Վաղարշապատ համայնքում բոլորը հենց խնդիրներ են, այնտեղ կա աղբահանության խնդիրը, կա ավտոբուսների խնդիրը, անտեսված են մեր զինծառայողների, զոհվածների ընտանիքները, խնդիրները բազմաթիվ են, բազմաթիվ, եթե ամբողջ օրը մենք դրա մասին խոսենք, քիչ կլինի մեր ժամանակը, բավականին մեծ խնդիրներ ունի։ Տեսեք, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի համար պայքարում են 8 թեկնածուներ։ Ինչու պիտի ընտրողը ավելի նպատակահարմար կգտնի, որպեսզի ձայնը տա համահայկական շարժման կուսակցությանը, ձեր թեկնածուին։ Ասեմ ինչի համար, երկու որդի եմ ունեցել, ծառայել են ողջ առողջ Փարթկասու, վերադարձել են, եկել են պատվով։ Ես այդ ժամանակվանից եմ ճանաչում Արտյոմ Սիմոնյանին, գնդապետ։ Նա իր ուղին անցել է այդ դաշտում, այդ մարտական, այդ դժվար ուղին անցել է եւ այդ ընթացքում ես շատ ծանոթ եմ եղել այդ ամեն ինչին։ Եղնիկները բոլորս էլ գիտենք ինչքան Արցախի եղնիկներում ինչքան որ մի հատ զինվոր էր այնտեղ ծառայում, չէ, բոլորը իրար հետ ասում են, վայ, եղնիկներում դժվար է այնտեղ։ Իսկ մեր թեկնածուն 15 տարի անցկացրել է այդ մթնոլորտում, այդ դժվարությունն է տեսել, ամեն մի մանրուք հաշվի է առել։ Այդ ուղին անցած հեշտ չի ելե, որ գնացել հասել է դարել է գնդապետ։ Մի կյանքի ուղի է ելե իր համար։ Ես ասեմ, որ օրեր առաջ երբ զրուցում էի ձեր թեկնածուի Արտյոմ Սիմոնյանի հետ,
ես էլ համոզվեցի, որ իսկապես շատ գեղեցիկ, շատ դժվարին ուղի անցած ազնվորություն է, բայց ամենակարևորը նա իր ուղուն ու ծոցով նվիրված է հայրենիքին եւ այդքան մտահոգ է, որ ասում եք բանակում տեսեք ծառայել են ձեր զավակները եւ այդպիսի հոգատար հրամանատար ինչպեսին Արտյոմ Սիմոնյանն է, շատ կարևոր է, որտեվ մարդկային հարաբերությունները առաջին պլան են միշտ մղում եւ եթե նա այդքան տարի այդ դժվարին հատվածում ծառայել է եւ հասել է անգամ գնդապետի այդ կոչմանը, դա հեշտ չի տրվել։ Այո, դրա համար էլ այս պահին իրա կողքին ենք։ Մենք եզդիներս փոքրամասնություն ենք, բայց իրա կողքին ենք։ Շատ սիրում ենք իրա տեսակը մարդկային։ Վաղարշապատիներին կոչ կանեմ, որ ճիշտ ընտրություն անեն։ Ես այսօր չեմ եկել այստեղ գովաբանեմ, բոլորն էլ գիտեն Արտյոմ Սիմոնյանը ինչ ուղի անցե, ինչի մեջով անցե եւ այդքան ճանապարհ է կյանքի անցած, դա հեշտ չի եղել։ Կուզեմ, որ մեր վաղարշապատցիները, մեր համայնքները ճիշտ ընտրություն անեն։ Սիտա, դուք իհարկե գնում եք, ասեցի, համայնքում թիմ ընտրություններում որպես ձեր կուսակցության կողմից առաջադրված տեխնացու, ինչ խնդիրներ կան այլ, որոնց մասին էլ կուզենայիք խոսել։ Գիտեք որն է։ Խնդիրները շատ են, այնքան շատ են, որ ասում եմ, չգիտենք որտեղից սկսենք, խնդիրները բավականին շատ են։ Այ մեր համայնքներում կուզեի, որ կլներ համայնքապետներ, կլներ գյուղապետներ, կուզեի, որ այդ բոլորը մի անգամ գոնե մարտական ուղի անցած լինեին։ Դա կուզեի, ոչ թե ուղղակի չծառայած դասալիքներ լինեին, այլ մարտական ուղի անցած, կայացած զինվորականներ լինեին գոնե մեկ անգամ, ինձ թվում է այդ ժամանակ ամեն ինչ պարզ կներ, այդ հայրենասիրությունը, այդ ամեն ինչը կպահպանվի շատ, սենց հոգեպես պետքա պահպանվի։ Նայենք առաջ Աստված։ Այո, դե ես իհարկե ուրախ էի, որ դուք այդպես լավ տրամադրվածությամբ գնում եք այդ ընտրություններին։ Գիտեք, մենք միշտ հուսախաբ ենք եղել ընտրություններից։ Ամեն անգամ, երբ այս տեղամասում այդքան գումար են բաժանել, այն տեղամասում այդքան, այդ, ինչպես ասում են, դեռ նախկիներից եկող տխուր ավանդույթը, ցավոք այսօր էլ շարունակվում է եւ չգիտես երբ է վերջ տրվելու այդ ամենին։ Դուք ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ես ամենայն պատասխանատվության կներկայացնեմ, բացարձակ գումարի խոսակցություն չկա, բացարձակ։ Եթե որևիցե մեկը կարող է կանգնել, ասել համահայկական ճակատ կուսակցությունը գումար է բաժանում, ամենայն անկեղծ սխալված կլինի, չկա նման բան, չենք էլ պատրաստվում նման բանի, ուզում ենք լինի արդար, ճիշտ։ Կան կուսակցություններ իհարկե, որ բոլորը բաժանում են, այդ ամբողջ այդ մեծ պլակատները, որ ամբողջ մարզերով տարածված է, դա մեր հարկերի շնորհիվ է։ Դա մեր այսօր որ մեր արցախցիները անտուն են մնացել, շատ արցախցիներ տուն չունեն, այդ հարկերի շնորհիվ այսօր պլակատներ են, չէ՞, տարածում։ Գումարները կարելի է նրանց տրամադրել իհարկե, ունենք զինվորներ, որը շատ հաշվանդամ են ու դրա կարիքն ունեն այդ գումարների։ Պետք չի, որ այդ պաստառները բերեն այտենց այդ ահռելի ծախսերով, իդեպ ես գիտեմ, թե որքան արժան այդ պաստառները։ Իհարկե, կարելի է դրա փոխարեն ավելի ճիշտ աշխատել, ավելի հայրենասեր, որ ժողովուրդը չհիասթափվի։ Դե ես հասկանում եմ ձեզ, Զիտա, եւ ուրախ եմ, շատ ուրախ եմ, գիտեք, որ դուք այդպես տրամադրված եք, ամենակարևորը, եւ ոնց ասեմ, ինձ համար ուղղակի
անհասկանալի այն մթնոլորտը, որ այսօր տիրում է մեր երկրում, բայց հույս ունեմ, որ մենք կհաղթահարենք, հատկապես կան այնպիսի ուժեր, ինչպեսին համահայկական ճակատ շարժումն է, որը կարող է ինչ-որ բան փոխել։ Համամիտ եք։ Միանշանակ մենք դառնալու ենք մի բռունցք, մենք մեր հավատքը չենք կորցնի, կոչ կանեմ բոլոր հայ ազգին, որ հավատքը չկորցնեն, եթե մարդ իր հավատքը չկորցրեց, նա հաղթանակած մարդ է։ Եվ կոչ եմ անում իմ եզդի ազգին, մենք երբևիցե մի օր մեզ օտարացած չենք զգացել։ Եվ ամեն անգամ այդ հարցազրույցների մեջ է, երբ որ ես լսում եմ Արշակ Կարապետյանը եզդիական մեր եղբայրները այդ բառը շեշտելով, հավատացեք, ավելի եմ ոգևորվում այս ամեն ինչին։ Երբ որ դու ապրում ես մի երկրում, եղբայրներ են եւ մի այլ կարգի։ Դուք շարունակեք, սա ուրիշ եթերը ձեր հեռախոսներից, խնդրում եմ կես ժամից։ Այն, որ եղբայրական նստած, սենց, որ ասում մեծացել ենք, հա, սենց մի մթնոլորտում իրար հետ, երբևիցե տարբերություն չի եղել։ Թող իմ ժողովուրդն էլ հասկանա, որ սա մեր երկիրն է, մեր տունն է, մեր հողն ու ջուրն է։ Մեր երեխեքը դպրոց են գնում այս երկրի մեջ, կրթություն են ստանում, ամեն ինչ մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք եւ մի օր չասենք Հայաստանը մերը չի։ Ես կխնդրեմ, որ որևիցե մեկը չասի նման բան։ Չի, իհարկե։ Ես երբևիցե տարբերություն չեմ ել։ Հայաստանը դուք եք, մենք ենք, բոլորս միասին։ Այո։ Զիտա, շատ շնորհակալ եմ այսօրվա համար, իսկապես շատ ուրախ եմ, որտեղ իմ այսպես 52 տարվա լրագրողական կենսագրությունում դուք երկրորդ եզնի անձնավորությունն եք, որ ինձ հյուրընկալվում եք, բայց առաջինը որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, եւ ես շատ այսպես հետաքրքրվեցի ձեզանով, ուրախացա նախ ձեր ահռելի մեծ ընտանիքի համար, որ դուք եւ մայրիկ եք, եւ տատիկ եք, եւ կարողանում եք այդ ամենը համատեղել եւ համաձայնվել գնալ այդ ընտրություններին որպես հավաքանու տեխնացու։ Սիրելի բարեկամներ, Զիտա Խալիթաման էր այսօր Փակ TV-ում, շատ ինքնատիպ մի անձնավորություն, ում հետ զրուցելուց ես անձամբ մեծ բավականություն ստացա։ Մաղթենք նրան հաջողություն, թող ընտրություններում իրականանա եզդիական համայնքը ներկայացնող այս հրաշալի տիկնոջ բոլոր երազանքները։ Իսկ այսօր այսքանով մենք եկեք ձեզ հրաժեշտ տանք եւ մաղթենք իսկապես առաջիկայում թող լինեն ազնիվ արդար ընտրություններ։ Ցտեսություն։